Ողջույն բոլորին, ես Արսենն եմ եւ ձեզ հետ է Ecocomp համակարգչային խանութսրահը։ Ինչպես արդեն հասկացաք, այսօր նույնպես ունենալու ենք Deluxe կարգի համակարգչի կոմպլեկտավորում եւ այսօր իմ հյուրերում է Միքայելը, ով այս համակարգիչը ձեռք է բերել, այսինքն մենք հավաքելու ենք նրա անձնական համակարգիչը միասին։ Նախ եւ առաջ Միքայել, ուզում ենք իմանանք ինչին է ծառայելու այս համակարգիչը, ինչ է սանում։ Ներկա բային ինքը որպես սերվեր աշխատելու, հետագա խաղալու համար։ Այսինքն գեյմինգ նպատակներով, բայց ինչ-որ սերվերային նաև նպատակներ կան, ինչ-որ արխիվացնելու ֆայլեր, չգիտեմ, աշխատանքային ինչ-որ այսպիսի կոմպլեկտավորներ, լավ, պարզ է։ Սկսենք ներկայացնել դետալները, երևի, որից հետո անդրադառնանք արդեն unboxing-ին, հավաքման process-ին, կարծում դու ինձ նույնպես կօգնես այդ գործում։ Կփորձես։ Շատ լավ, դե ինչ սկսենք ամենակարևորից processor-ը մեր մոտ հանդիսանում է Intel Core i7-6700K մոդել, այսինքն 6-րդ սերունդի i7 պրոցեսորը, որը ունի 4 միջուկ, 8 hyper-threading եւ GHz-ի հետ կապված կարծում դուք ասես։ Ռազգոնի հնարավորություն։ GHz-ը կազմում է 4.2 GHz եւ ինչպես արդեն ասացի, այո, turbo boost-ով էլ կբարձրացնի նաեւ overclock-ի հնարավորություն ունենանք եւ այդպես։ Կարծում մայրական սալիկը նույնպես մեզ թույլ կտա այդ ամեն ամենը, չէ՞։ Բնականաբար։ Մայրական սալիկի հետ կապված ասեմ, որ այն հանդիսանում է մեզ մոտ Z170A Gaming Pro Carbon, այսպես MSI-ի լավագույն մայրական սալիկներից։ Հետաքրքրվել ես, այսինքն մայրական սալիկի մասին, կոնկրետ նպատակով եկել է հենց այս մոդելի ետևից, թե ուղղակի եկար եւ մեր խանութում որոշեցի հենց նրան ապրել։ Որոշած եկել եմ կոնկրետ այս մոդելի հետևից։ Կոնկրետ այս մոդելի հետևից եւ մեր խանութում միանգամից գտել ես։ Հա։ Շատ լավ, անցնում ենք առաջ, ինչ ունենք եւս ցուցաբերելու ամենակարևոր դետալներից։ Որպես տեսակարտ հանդես է գալիս MSI Gaming X1070 GTX Nvidia-ի կողմից ներկայացված տեսակարտը, որը 2K ինչու՞ չէ նաև 4K գետայնություն շատ հանգստավոր աշխատեցնել։ Խաղերում ինչպես արդեն նշեցի, կարծում պրոբլեմ չի ունենա հենց կոնկրետ այս տեսակարտը։ Անցնենք առաջ ներկայացնեմ սնուցման բլոկը։ Սնուցման բլոկը մեզ մոտ հանդես է գալիս Corsair RM650i բավականին ծանր մոդուլյար Gold 80+ սերտիֆիկատով այն ամբողջովին համապատասխանում է նմանատիպ կոմպլեկտավորման համար։ Corsair-ի հետ կապված ինչ կասես։ Corsair-ի հետ կապված արդեն շուկայում իր դիտավորումը դրել է։ Մենք իրան ապահովության համար մեր զբորկի վստահում ենք։ Որպես հավասարման համակարգիչների պրոցեսորի մեզ մոտ հանդես է գալիս Corsair H100i GTX հեղուկ հավասարման համակարգը, որը ամբողջովին լիարժեք կհովացնի մեր 6700K մոդելի պրոցեսորը։ Այնպես որ անցնում ենք առաջ, հաջորդ այն դետալը, որը սիրով ուզում ներկայացնել, որը էքսկլյուզիվ է մեր խանութում, նույնիսկ կարող եմ ասել, հանդես է գալիս օպերատիվ հիշողությունը, որը AVIXIR բրենդից է իր ROG Radeon ROG սերտիֆիկատով, այսինքն Asus-ի կողմից տրված Radeon մոդելով, ինչն է օրիգինալությունը այս օպերատիվ հիշողության։ Ես նույնիսկ ասեմ, որ այն իմ տեսած օպերատիվ հիշողությունից ամենաօրիգինալն է, քանի որ այն շատ հետաքրքիր դիզայնային լուծում ունի, հաշվի չառնելով նրա տեսքը, որը միանգամից ֆանտաստիկ է, չէ՞։ Շատ հետաքրքիր դիզայնային լուծում ունի, սիրելի դիտողներ, այս օպերատիվ հիշողության այս հատվածում, վերին հատվածում եւ միացվում է համակարգիչը, այսպեսի մի կայծակային հոսք է անցնում եւ ողջ ընթացքում համակարգչի օգտագործման այդ կայծակը լինում է ձեր աչքի առաջ, այսինքն AVIXIR-ը անվանելով այս օպերատիվ հիշողությունը Radeon միանգամից ասում է, որ դուք լինելու եք այսպես Mortal Kombat-ի Radeon-ի նման միշտ այսպես կայծակալի եւ հզոր մի խոսքով շատ գեղեցիկ է, այսպես խոսքերը ավելորդ են անընդհատ գովելու այս օպերատիվ հիշողությունը, կարծեմ միացված ժամանակ արդեն բարձ կլինի, ավելի ռեալ կծանոթանանք։ Դու կոնկրետ այս օպերատիվ հիշողության մասին կուզեմ խոսել։ Դու ռեալ հենց այս մոդելը իր մանգալից թե ուղղակի մենք առաջարկեցինք խանութի առաջարկներից էր։ Իսկ դու տեսել ես աշխատանքի մեջ։ Աշխատանքի մեջ արդեն ծանոթանալու դեպքում տեսել եմ։ Եթե բայց ձեր կամքից հետո։ Հա, դու եկար մեզ մոտ, տեսա մոդելը, տեսա, հետաքրքրվեցի եւ հասկացա, որ սա է քեզ պետք։ Հիանալի է։ Ավելի ռեալ կտեսնենք արդեն կոմպլեկտավորված համակարգչի մեջ մեր օպերատիվ հիշողությունը կապված կրիչների հետ, ասեմ, որ մեր համակարգչի մեջ լինելու է երկու տեսակի կրիչ։ Առաջինը դա բնականաբար SSD-ն է, որը Transcend բրենդից է 240 GB հիշողությամբ, իսկ երկրորդը մեզ մոտ հանդես է գալիս արդեն VD Blue մոդելի 1 TB հիշողություն ունեցող HDD-ն։
Դե ինչ այսքանը կապված կոմպլեկտավորման դետալների մասին, այս բանին արդեն ներկայացնեմ իհարկե քեզ, ինչի մեջ պետք է լինի այս հրաշքները։ Քեզ հանդես է գալիս NZXT բրենդի, իհարկե H440 Mid-Tower մոդելը, որը նույնպես կարծում եմ որոշում է, քանի որ ինչպես հասկացաք, կարմիր ոճի մեջ է ամբողջովին հավաքված։ MSI բրենդից եմ հասկանում, որ բոլորը այսպես կարմիր, ինչպես նաև օպերատիվ հիշողություն է։ Ամենը կարմիր մեջ է համադրել։ Այդ իսկ պատճառով ես մեկ անգամ ասեմ, ընտրվել է NZXT H440 մոդելի кейսը։ Դե ինչ այսքանը կապած այս ամենի մասին, անդրադառնանք unboxing-ին եւ արդեն հավաքման process-ին։ Այո։ Գնացինք։ Դե ինչ անդրադառնալով unboxing-ին, նախ եւ առաջ տեսնենք, թե ինչ է իրենից ներկայացնում մեր մայրական սալիկը, որի հանդիսանում է Z170A Gaming Pro Carbon MSI բրենդի կողմից ներկայացված մոդելը։ Միանգամից տեսնում ենք բորդը, պոլիէթիլենային տոպրակի մեջ, որակով արված։ Եվ այսպես, պարզապես հրաշագեղ, այսպիսի մի գեղեցիկ տեսարան ենք մենք տեսնում։ Մոդելը արդեն միանգամից ասում է, որ այն ունի կարբոնապատ հատվածներ, չիպսետի ջեմա մեկուսիչը ամբողջովին կարբոնապատ է, կարծում տեսախցիկից նույնպես երևում է։ Բավականին որակով MSI-ական որակը միանգամից երևում է, զգացվում է մեր բորդից։ Մի քանի բան դու ասա։ Մի քանի բան ես ասել։ Որպես user արդեն ասա, ես որպես մոդինգի լավ մոդինգի լուծման տարբերակ է, այս մատերինսկի պլատենտ։ Պատկանում է MSI բրենդին, դու արդեն ասեցիր մեզի, դե շատ լավ որոշում է իմ կարծիքով։ Բարեկան սալիկը տեսանք ինչ է իրենից ներկայացնում, այսպես զգուշորեն դնենք, մի փոքր տեսնենք աքսեսուարներ եւ կապված։ Կարծում եմ կլինի ստանդարտ MSI-ական աքսեսուարներ, չենք մոռանում, շնորհակալագիր MSI կողմից։ MSI քեզ ասում է շնորհակալություն, որ մեր product ես ընտրել։ Thank you for choosing MSI product։ Այո, ովքեր գնում են MSI-ը հատուկ ասում է շնորհակալություն, ապրեք, որ գնել եք մեր product-ը։ Ունենք ստիկերներ հատուկ SATA լարերի համար, բնականաբար մանուալները երկար բալակ այսպես բացատրողական, ինչպես նաև ետրի մուտքերի վահանակը, SATA լարերը եւ SLI bridge։ MSI-ը ակնարկում է, որպեսզի դու նույնպես եւս մեկ անգամ ձեռք բերես 1070 եւ միացնես SLI-ով։ Դե ինչ տեսանք ինչ է ներկայացնում մայրական սալիկը, այս բանին արդեն կատարենք տեսակարտի ամենակարևորագույն դետալի unboxing-ը, ամենակարևորագույն դետալի այն մարդկանց համար, ում ամենաշատը համակարգչից հետաքրքրում է գեյմինգը, ինչու՞ չէ նաև գրաֆիկ աշխատանքները։ Տեսակարտ, գրաֆիկ պրոցեսոր, այսպես ասած, եւ MSI-ական շունչը արդեն զգացվում է։ Միանգամից աչքի են գնում վիշապիկը MSI-ական, չգիտեմ ձեզ մոտ ինչպես է երևում կադրից, բայց պետք է որ լավ երևի։ Երկար բացելուց հետո տեսնում ենք մի այսպիսի folder, այսպես ասեմ, պապկա, որի ներսում կա դրայվերների սկավառակ, ինչպես նաև կարծում նրա վրա կլինի MSI Afterburner շատ լավ ծրագիրը, ստիկերներ, որը կարող ես պակսնել կեյսիդ վրա, ինչպես MSI-ական շունչը չի պակասում, ինչպես նաև մանուալը, երկար, բարակ, մի քանի լեզուներով, մի խոսքով։ Եվ հիմա ամենակարևոր բանը անդրադառնում ենք միանգամից տեսակարտին եւ նորից thank you for choosing MSI product։ MSI չի հոգնում, անընդհատ շնորհակալություն։ Դա իր համեստությունից է խոսում, բրենդային համեստություն։ Այո։ Բավականին ծանր, միանգամից հասկանում ենք, որ մեր ձեռքին շատ լուրջ device է, շատ լուրջ hardware է մեր ձեռքին գտնվում։ Այսպես, ամբողջովին նոր, ամբողջովին երազանք։ Այո, ինչ կարող եմ ասել, կարծում կադրից երևում է այն ինչ հսկայական տեսք ունի, line, textolite, backplate, շատ ամուր կառուցվածք, հովացման համակարգը ֆանտաստիկ, երկու բավականին հզոր արագ քուլերներ, մի խոսքով հիանալի տեսակարտ, որը նույնիսկ ունի LED լուսավորվածություն, LED լուսավորության հատվածները ես նշեմ, ունենք երկու մաս։ Առաջինը դա այս հատվածն է քուլերի, որը ամբողջովին կարմիր LED-ով է պատվում, այս գեղեցիկ հատվածները, ինչպես նաև լոգոն, որը հորիզոնական դիրքով կերևա, արդեն երբ ամրացված լինի մայրական սալիկի վրա,
եւ այն ունի RGB լուսավորության հնարավորություն, որը հնարավոր է կարգավորել gaming app ծրագրային սպասարկումով հատուկ MSI տեսակարտերի համար։ Իդեպ ասեմ, մեր հյուրը, մեր Միքայելը ժամանել է մեզ մոտ Ռուսաստանի Դաշնությունից եւ որոշել է մեզ մոտ արդեն Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերել եւս համակարգիչ եւ ես տեղյակ եմ, որ դու այնտեղ նույնպես ունես համակարգիչ։ Ինչ կարգ է, այսպես մի թռուցիկ խոսենք, պրոցեսորը 4690 i5 պրոցեսորը։ Իսկ տեսակարտը ո՞րն է հանդես գալիս։ Տեսակարտը LMSI բրենդի 960 2 GB։ Պաստորեն սա Հայաստանի Հանրապետությունից ձեռք բերված համակարգիչը լինելու է էլ ավելի հզոր, քան Ռուսաստանի Դաշնությանը։ Դե ինչ արդեն կատարեցինք տեսակարտի unboxing-ը, իսկ կապված օպերատիվ հիշողության հետ, այսինքն մեր Radeon AVX-ի օպերատիվ հիշողության հետ, կարծում ես արդեն ցուցադրեցի ձեզ, ամեն ինչ կարծես թե արդեն պարզ է, կապված օպերատիվ հիշողության հետ, կարծում եմ կարելի է եւս տեսնել արդեն միացված վիճակով, առանձնահատուկ արդեն ցույց չտամ, եւս մեկ անգամ ցույց չտամ ինչ է իրենց ներկայացնում, այնպես որ անցնում ենք առաջ, բացենք մեր Transcend 240 GB հիշողություն ունեցող իհարկե SSD-ին եւ ինչպես ես խոստացել էի, այն ամենը ինչ որ փակված է գործարանային, ինչ որ մեր տեստավորման ընթացքում չի բացվել, ես կտամ այդ հաճույքը վայելելու մեր օգտատիրոջի, այն մարդուն ով ձեռքի բերում։ Ես արդեն ծանոթ եմ այս բրենդի հետ, Transcend ֆլեշկեքի հետ եմ ծանոթ, օգտագործելու ընթացքում խնդիրներ մոտս չի առաջացել։ Հուսալի բրենդ է, այդ իսկ պատճառով որոշեցի SSD-ն նույնպես Transcend լինի, բավականին գեղեցիկ solid, այսպես դիզայնով։ Դե ինչ Միքայելը բացեց արդեն մեր Transcend SSD-ն 240 GB հիշողությամբ, ինչ կարող ենք ասել նրա մասին, շատ գեղեցիկ, բավականին թեթև, հետաքրքիր այսպես դիզայնային լուծումով SSD, մի շատ կարևոր ֆակտոր նշեմ, նույնիսկ տուփի վրա հատուկ այսպես գրված է, որ այն ultra slim է, այսինքն շատ բարակ 7 mm հաստություն ունի։ Կապված արագության հետ նշեմ, որ այն կարդում է 520 Mbit/վ, իսկ գրում է 450 Mbit/վ արագությունները, որը կարծում եմ հիանալի է։ Ինչ մնաց մեզ մոտ unboxing, որը չենք կատարել, HDD-ն, ինչ կարող ենք ասել մեր HDD-ի մասին, լավագույն մոդելներից է հանդիսանում VD Blue մոդելը, որը ունի 7200 պտույտ րոպե արագություն, իսկ քեշը կազմում է բնականաբար 64 MB, քանի որ այն SATA 3 ստանդարտին է համապատասխան։ Այսքանը կապված մեր HDD-ի հետ։ Դե ինչ անցնում ենք առաջ, այժմ տեսնենք ինչպիսին է մեր հովացման համակարգը պրոցեսորի համար նախատեսված, որը հիշեցնում եմ, որ մեզ մոտ հանդես է գալիս Corsair H100i GTX մոդելը։ Արդեն Միքայելը պատրաստ է, դանակով պատրաստ է։ Ես սնուցման բլոկը կքաշեմ իմ կողմ եւ քեզ կտրամադրեմ տեղ։ Ներկայացնում ինչ կան ներսում։ Հովացման համակարգը քունն է։ Ներսում ենք էլի մանուալ, ճիշտ ասեցի։ Այո։ Դե մենք միան ծանոթանալու ժամանակ չկա։ Առաջին անգամ ենք բացում։ Այսպես անենք, որպեսզի ավելի տեսանելի լինի մեր դիտողներին։ Մեջը գտնվում է հովացուցիչները, 120 mm ֆաները, 120 mm տրամագիծ ունեցող։ Ինչ ենք տեսնում։ Ամրակները ամեն սոկետի համար նախատեսված, իդեպ ասեմ այս հովացման համակարգը նախատեսված է բոլոր սոկետների համար, ինչքան որ հնարավոր է լինել աշխարհում սոկետ, ինչպես Intel, այդպես էլ AMD-ն։ Ռադիատորը ներկայացնենք։ Ջերմամեկուսիչը եւ պոմպը իր խողովակներով միասին արդեն ամրացված գործարանային հեղուկ հովացուցիչ է մեզ մոտ հանդես գալիս, հեռացնենք տոպրակները։ Ես օրինակ մեծ կողմնակից եմ հեղուկ հովացման համակարգերի, ասեմ ինչու, քանի որ այսօր արդեն համակարգչային աշխարհը զարգացել է այնքան, որ այն միայն հզորության համար չեն այսպես արտադրում մասերը բրենդերը, այլ նաև շատ տեղ են տալիս գեղեցկությանը, դիզայնին եւ մեծ այսպես ջերմամեկուսիչներով, քուլերներ օդային հովացումով տեղադրելու ուղղակի անիմաստ է, քանի որ այն փակում է ողջ գեղեցկությունը, փակում է օպերատիվ հիշողությունը, RAM-երը, այո, եւ այսպես միանգամից լսվում է կեսի հատվածը, ոչ մի տեսարժան վայր չի մնում բաց, իսկ եթե մենք դնում ենք liquid, այսինքն հեղուկ հովացումով համակարգեր,
Մեզ մոտ փակ է լինում միայն պրոցեսորի հատվածը, այսինքն այն հատվածը, որտեղ որ պոմպն է, միայն նա է փակում եւ ողջ գեղեցկությունը կապված RAM-երի հետ, կապված թեկուզ բորդը հնարավոր ունենալ LED լուսավորվածություն, այդ ամենը մնում է բաց եւ վայելելի է լինում, արդեն գեղեցիկ տեսարժան վայրերը մնում են բաց։ Իսկ կապված մեր տարբերակի հետ, օրինակ մենք ինչպես արդեն նշեցի, այնպիսի RAM-եր ենք տեղադրում քո համակարգչի մեջ, որ ուղղակի հանցագործություն կլիներ նրանց փակելը։ Այսքանը կապված մեր հովացման համակարգի մասին, շատ գեղեցիկ, այսպես ալյումինիում հետաքրքիր խառնուրդներից է արված, այսպես հայերեն չեն գտնում այդ բառը, կասեմ ռուսերեն, մատովի գեղեցիկ այսպեսի մի ծածկույթով։ Խողովակները բավականին կոշտ են եւ ձիգ, միանգամից հասկանում ենք, որ այն չեն կարող վնասվել ոչինչից, կորսարը երկար է մտածել ստեղծելուց առաջ այս հովացման համակարգը։ Պոմպը բավականին գեղեցիկ է, այն ունի նաեւ RGB լուսավորվածություն, գիտեի դրա մասին։ Չէ։ Այս հատվածը, որտեղ որ գրված է կորսար, այս հատվածը, որտեղ որ հենց ամրանալու է, որը որ մեր աչքի առաջ է լինում, այն լեդավորված է, LED լույսը իրենից բաց թողնում եւ բացվետի գույնը փոխելու եւ ունի հնարավորություն USB այս լարի միջոցով միացվում է այն մայրական սալիկին եւ արդեն ծրագրային սպասարկման Corsair Link ծրագրային սպասարկման միջոցով հնարավոր է լինում այն արդեն կառավարել եւ ցանկացած երանգի գույն դնել, բայց ես վստահ եմ, որ քո մոտ լինելու է այն կարմիր։ Այո։ Դե ինչ անդրադառնում ենք արդեն վերջին դետալին մեր կոմպլեկտավորման, որը հանդիսանում է արդեն սնուցման բլոկը եւ ինչպես արդեն տեսնում եք, այն պոլիէթիլենային տոպրակ ամբողջովին գործարանային նրա վրայից արդեն հեռացված է, քանի որ Միքայելը արդեն հասցրել է բացել, մինչ մեր վիդեոյի նկարահանման անցնելը։ Այնպես որ արդեն կշարունակեմ ես բացման process-ը Միք ջան եւ բացում ենք, իդեպ ասեմ 650 վատ սնուցման բլոկի համար այն բավականին ծանր է, օգտելիս Միքայել։ Շատ լուրջ պատետավորն է առել Corsair-ը, այնպիսի տպավորություն է, որ մեր ձեռքին 2 կիլովատ հզորությամբ այսպիսի մի սնուցման բլոկ է, բայց Corsair-ը նույնիսկ իր ցածր վատ հզորությամբ սնուցման բլոկ է, նույնպես նույն որակն է ապահովում, ինչպես եւ ավակ սերունդներին։ Մանուալ, բնականաբար մանուալ, թղթաբանություն, երաշխիք, գործարանային երաշխիք, որը կարծեմ ներսում գրված կլինի թե քանի տարի է։ Տեսնում ենք մի շատ գեղեցիկ վայուսակ, որի ներսում գտնվում են լարերը, քանի որ ես հիշեցնեմ, որ մեր սնուցման բլոկը ամբողջովին մոդուլյար է, դա այն փաստն է, որ ոչ մի լար անմիջականորեն կապ չունի հենց սնուցման բլոկի հետ, բոլորը այսպես մուտքերով հնարավոր է միացնել, անջատել եւ օգտագործել այն մալուխները, կոնկրետ այն լարերը, որը որ մեր այդ պահին հարկավոր է։ Այնպես որ անիմաստ լարեր մեր քեսի մեջ մենք չենք ունենալու։ Այսպիսի գեղեցիկ ամբողջովին սև մալուխներ, վերջապես արդեն դուրս եկավ այդ տրենդը, գունավոր դեղին, կարմիր կանաչ, այսպիսի խայտաբղետ լարերի տրենդը դուրս եկավ եւ արդեն սնուցման բլոկի բրենդերը արդեն սկսել են արտադրել գեղեցիկ սև սոլիդ լարեր։ Այսքանը կապված լարերի մասին, այժմ տեսնենք ինչպիսին է մեր սնուցման բլոկը։ Հերթական պայուսակի մեջ է գտնվում այն։ Բավականին ծանր է, իրոք բավականին ծանր է, դա ապացուցում է, որ մեզ որ ներսի կոնդենսատորները բավականին որակյալ են եւ շատ ամուր դիմացկուն թե հոսանքի տատանմանը, թե անորակ հոսանքին, որը որ մեր Հայաստանի Հանրապետությունում ցավոք շատ տարածված է, բայց կարող ենք հանգիստ լինել այդ ամենից, քանի որ մեր մոտ գտնվելու է Corsair-ը, մեր համակարգիչը ամբողջովին ապահով է հոսանքի տեսանկյունից։ Ինչ կարող ենք դրա մասին ասել, այս հատվածում տեսնում ենք մուտքերը, որից որ միանում են մոդուլյար լարերը եւ եւս Corsair Link ծրագրային սպասարկման հնարավորություն, այո։ Այնպես որ USB-ի միջոցով, USB 2 կապի միջոցով հնարավոր է լինելու Corsair Link ծրագրային սպասարկման միջոցով հետևել նրա լարմանը, թե որ հատվածից այս միացման ինչ լարում է դուրս գալիս, արդյոք տեսակարտը ամբողջովին ապահովված է իրեն հասանելի հոսանքով, հզորությամբ, մի խոսքով այն ամենը ինչ մեզ հետաքրքիր է, մեզ ցույց կտա Corsair Link ծրագրային սպասարկումը։ Շատ հետաքրքիր է, շատ գեղեցիկ է, շատ այսպես դիզայնավորված է, ֆանտաստիկ պարզապես։ Հիլատում։ Այո։ Ինչ ենք տեսնում ներսում, ստիկեր ունենք, շատ գեղեցիկ որակյալ ստիկեր ունենք, որը նույնպես կփակցնենք քեյսի վրա,
Ինչպես նաև զիպեր, որոնցով որ կամրացնենք մալուխները кейսի մեջ գտնվող։ Այսքանը կապված մեր կոմպլեկտավորման դետալների մասին։ Դե ինչ անցնում ենք առաջ, արդեն կատարում ենք մեր кейսի unboxing-ը, որից հետո միանգամից անդրադառնում ենք հավաքման process-ին։ Кейսը նույնպես ամբողջովին փակ է, այնպես որ քո աշխատանքն է սա։ Փորձենք տեսնենք ինչպես ենք կարողանում այս ահռելի кейսը հանել։ Բավականին ծանր։ Դուփից, այո, բայց ես գիտեմ հնարքը։ Այսպիսի հրաշագեղ ֆանտաստիկ պարտապես գեղեցիկ մի кейս է մեզ մոտ այսօր որպես իրան հանդես գալու և ի վերջո ահա և նա վաու հիանալի է ես իրոք այս մոդելից հենց կարմիր գույնը առաջին անգամ տեսնում մեր խանութներում առկա է նույն այս մոդելից Razer տարբերակով, որտեղ առջևում այսպես Razer-ի նշանը կա ֆիրմային, բայց կարմիրը շատ ավելի կարծում եմ գեղեցիկ է եւ այսպես կարմիր եւ սև համադրությունը մի տեսակ ավելի գրավիչ է եւ ավելի ագրեսիվ այսպես շունչ ունի, որը խաղային այսպես շատ հետաքրքիր մի շունչ է հաղորդում user-ին։ Երբ որ ներսում արդեն եւս կարմիր լեդավորված դետալներ, ինձ թվում է որ ավելի գեղեցիկ եւ հրապուրիչ կլինի, այո։ Մեր кейսը։ Ինչ կարող ենք ասել кейսի մասին, այն ունի շատ գեղեցիկ պատուհան այս կողմից, որտեղից էլ որ երևալու է ողջ գեղեցկությունը մեր կոմպլեկտավորման դետալների։ Արժևից այն ամբողջովին զրկված է ODD-ների հնարավորությունից, այսինքն optical disk drive սարքավորումը, նույն ինքը դիսկավոր է, այսպես ասած, ուղղակի չի կարող այստեղ տեղադրվել, քանի որ արդեն կարծում եմ գիտությունը այնքան է զարգացել, որ սկավառակներից ոչ մեկ այլևս չի օգտվում, բոլորը ասել են flash drive-երի, external HDD-ների, այնպես որ դա մեծ կորուստ չէ։ Մի խոսքով ամեն ինչ արդեն հիանալի է, որպեսզի երկար այսպես չխոսենք кейսի մասին, արդեն միանգամից անդրադառնանք կոմպլեկտավորման ընթացքին եւ կսկսենք մայրական սալիկի, պրոցեսորի, օպերատիվ հիշողության եւ հովացման համակարգի տեղադրումից, որից հետո այդ ամենը կտեղադրենք кейսի մեջ։ Եվ այսպես արդեն անդրադառնում ենք կոմպլեկտավորման ամենագլխավոր մասին, տեղադրենք պրոցեսորը, իսկ մինչ ես այսպես տեղադրեմ այս տեղադրման արարողությունները անեմ, մի փոքր զրուցենք Միքայելի հետ։ Դու անձամբ համակարգիչ հավաքում ես Միք։ Անձամբ, այո, բայց վերջի անգամ փորձ եմ ունեցել 2 տարի առաջ։ Այսինքն հիմա այսպես ռիսկի չես դիմի։ Այո։ Կվստահեմ քեզ։ Շնորհակալություն։ Քանի որ մենք ունենք 4 մոդուլ օպերատիվ հիշողության, այսինքն 4 անգամ 8 GB, համակարգիչ ունենալու 32 GB հիշողություն, արդեն կարևոր չէ թե որն են առաջինայինը, որը երկրորդականները, այնպես որ բոլորն են պետք է տեղադրվեն եւ այդ իսկ պատճառով առանց նայելու առաջին, երկրորդ ուղիները միանգամից տեղադրում ենք։ AVX-ը կարծում եմ միշտ էլ հանդես եկել որպես Deluxe Card դասի, այսպես իր արտադրանքով։ Ինչպես տեսակ, հասակը բավականին բարձր է, այն բավականին բարձր է կանգնում բորդից։ Չգիտեմ, հնարավոր է ոմանք ասեն, որ դա հարմարավետ չէ, դա կխանգարի հովացման համակարգին, եթե մենք չենք ուզում ընտրել liquid, այսինքն հեղուկ հովացման, բայց կարծում եմ արժի զոհաբերել հասարակ այսպես մեծ ջերմամեկուսիչով հովացման համակարգեր միայն այս գեղեցկության համար, որը մենք այժմ տեսնում ենք։ Ինչ կասեք Միք ջան, այս պահին, երբ արդեն տեսնում ես նրան տեղադրված այսպես։ Շատ գեղեցիկ տեսք ունի։ Ֆանտաստիկ, պարզապես։ Դե ինչ անցնում ենք առաջ, այս պահին արդեն պետք է մենք ամրացնենք այն բոլոր կարևոր լարերը, որը մեզ հարկավոր են մեր սնուցման բլոկին, որից հետո սնուցման բլոկը կտեղավորենք кейսի մեջ, արդեն դրանից հետո ամբողջական մայրական սալիկ իր օպերատիվ հիշողությունով, իր պրոցեսորով կտեղադրենք արդեն кейսի մեջ, արդեն դրանից հետո կկատարենք հովացման համակարգի տեղադրումը։ Սկսենք, ինչ է մեզ հարկավոր։ Նախ եւ առաջ մեզ հարկավոր է պրոցեսորի համար նախատեսված 8 պինը ամրացնել, ինչպես նաև 24 պինը պետք է ամրացնենք եւ իհարկե 1 6 պին եւ 1 8 պին նախատեսված տեսակարտի համար։ Իմ ձեռքին այս պահին գտնվում է հենց PCI
լարը, որը պատասխանատու է տեսակարտի համար եւ այն այս բային կմիացնեմ այս հատվածից։ Ունենք տեսակարտը արդեն կարող ենք միացնել ընդամենը 1 լարով, քանի որ այն բաղկացած է 2 8 պինից, որոնք անջատվում են, 2 պինով անջատվում են եւ 8 պինը շատ հեշտությամբ դառնում է 6 պին։ Այնպես որ 1 8 պին կամրացնենք եւ 1 6 եւ տեսակարտը կերջանկանա, քանի որ իր ցանկացած հզորությունը հոսանքի եւ վոլտաժային նա կստանա։ Անցնում ենք առաջ։ Ինչ խաղեր կուզենաս առաջինը խաղալ այս համակարգչի վրա, կամ ֆավորիտ խաղեր, որ երազում էր երբեմն ես ունենալու այդ գերեզոր համակարգիչ եւ որպեսզի այդ խաղերը խաղամ։ Գերեզոր խաղեր երևի թե չէ, բայց ինչ որ կապված է կիբերսպորտի հետ, էդի կլինի Counter-Strike Global Offensive-ին։ Ահա, Go-ը։ Հա, եւ Warface։ Warface չէ, Warface-ի սիար չեմ, բայց World of Tanks-ի հավեսել երևի կլինի։ Ահա, փաստեն համակարգիչը հիմնականում ծառայելու է on-line խաղերին, այսինքն on-line ասած այն խաղերն են, որը կատարվում է ինտերնետի միջոցով, խաղում են միմյանց հետ, մարդիկ, մի խոսքով։ Եվ այդ իսկ պատճառով ես կարող եմ քեզ ուրախացնել, իդեպ մայրական սալիկի վրա առկա է մի չիպ, որը գտնվում է այս հատվածում։ Այդ չիպը կոչվում է Gaming LAN։ Այդ չիպը պատասխանատու է LAN-ից ստացված ազդանշանների, ինտերնետի ազդանշանի համար, որը ավելի հզորացնում է, ունենում ենք ավելի ստաբիլ ping եւ արդեն խաղերը ոչ մի այսպես լագեր եւ բագեր խաղերում արդեն on-line չենք տեսնում։ Դե ինչ ամբողջությամբ բոլոր կարևորագույն մալուխները, որը որ հարկավոր է մեր համակարգի համար, ես արդեն ամրացրեցի։ Այսպեսի մի 8 հոտնուկ ստացանք, ռուսերեն ասած 10 նորք ստացանք, որը պետք է տեղադրենք արդեն մեր քեյսի մեջ։ Դե ինչ ասենք հենց այդ գործողությանը, որից հետո կտեղադրենք արդեն մայրական սալիկը։ Գնացինք։ Այս պահին ես ու Միքայելը կփորձենք ամրացնել արդեն մեր SSD-ին։ Դե ինչ այս պահին արդեն անդրադառնանք մայրական սալիկի տեղադրմանը քեյսի մեջ, բայց մի անգամից արդեն հեռացնենք այս վերին հատվածը, որը պետք է մեզ օգնի վերջում արդեն տեղադրելու հովացման համակարգը։ Այսպես հեռացնում ենք, անցնում ենք առաջ, տեղադրում ենք ետևի մուտքերի վահանակը, որը հիմնականում կոմպլեկտավորման ընթացքում միշտ մոռանում են, այսպես տեղադրում են մայրական սալիկ, հետո իջնում են վայ։ Այդպես է տենց դեպքը։ Վայ մուտքերի վահանակը մնաց։ Ինչպես արդեն նկատում ենք, մենք արդեն տեղադրեցինք մայրական սալիկը քեյսի մեջ, միացումները կատարեցինք կապված 8 pin պրոցեսորի սնուցման հետ, քանի որ այժմ պետք է տեղադրենք հովացման համակարգը եւ եթե մենք տեղադրենք եւ չմիացնենք, արդեն կխանգարեր անհնարին ուղղակի միացնել 8 pin-ը, այնպես որ որոշեցինք միացնել, իսկ այժմ արդեն կանադառնանք հովացման համակարգի հավաքմանը, այսինքն կուլերները կտեղադրենք ջերմանեկուսիչի վրա, որից հետո արդեն կտեղադրենք քեյսի մեջ եւ կմիացնենք արդեն պրոցեսորին մի անգամից եւ կտեսնենք այդ գեղեցիկ պատկերը արդեն հովացման համակարգով։ Գնացինք։
Դե ինչ վերջնականապես արդեն պրոցեսորի հովացման համակարգը մենք տեղադրեցինք, որոշ գործողություններ կատարեցինք կադրից դուրս, քանի որ երկու ձեռքը, նույնիսկ 4 ձեռքը պակասում էր, մի քանի ձեռք ևս ավելացավ մեր գործընկեր տղաներից, որովհետեւ կարողանանք ամբողջովին տեղադրել։ Այսպես անդրադառնանք արդեն տեսակարտի տեղադրմանը քեսի մեջ եւ կարծում եմ արդեն դրանից հետո իր գեղեցկությունը ագրեսիվ տեսքը վերջնականապես իջա տեղը։ Առանց տեսակարտի ամեն ինչ միշտ դատարկ է երևում, տեսակարտը դա կլրացնի։ Գնացինք։ Դե ինչպես արդեն ասել էի, արդեն անդրադառնում ենք տեսակարտի տեղադրմանը եւ այստեղ ունենք պաշտպանիչ մի թիթեղ, որը պետք է հեռացնել տեղադրելուց առաջ եւ այս կարևորագույն պահը նորից տրամադրում ենք մեր օգտատիրոջը։ Ադամ։ Վերջ, մեր երկու հովացուցիչները, այսինքն կուլերները արդեն ազատվեցին, բայց մինչ տեղադրելը մենք պետք է ազատենք ետևի սլոտերը։ Եվ ի վերջո, այո, պետք է տեղադրենք արդեն կոշտ սկավառակը։ Դե ինչ վերջնականապես ավարտեցինք բոլոր դետալների տեղավորումը քեսի մեջ, ինչպես HDD, այդպես էլ տեսակարտի եւ այլ դետալները ձեր աչքի առաջ բոլորը արդեն տեղադրեցինք։ Մեզ մնաց միայն կատարել լարերի միացումները, ինչպես նաեւ cable management-ը։ Դե ինչ վերջնականապես ես եւ Միքայելը ավարտեցինք իր համակարգչի կոմպլեկտավորումը եւ վերջում ամենակարևոր պահը թողնում եմ հենց Միքայելին։ Վերջ համակարգիչը արդեն ամբողջովին քոնն է Միք ջան, ինչ կարող ես ասել, թե արդեն պատրաստի իր տեսքի մասին, էմոցիաներ եմ ուզում լսել, ինչ զգացմունքներ ունես։ Առաջի հերթին շնորհակալություն Ego.com խանութների սրահից։ Այո։ Շատ հաճելի է ձեր հետ համակարգիչ հավաքելը, ոնց որ տանը հավաքել, տենց ձեզ է ասել։ Ընկերական միջավայրում, այո։ Իրոք այդպես ստացվեց։ Կարծես թե ինչ կասես հավաքման process-ի մասին, արդյոք ձանձրալի էր, արագ էր, հետաքրքիր էր։ Շատ հաճելի էր։ Շատ կարևոր հաճելի էր։ Եվ վերջնական արդեն այսպես արդյունքը նույնպես տենում ենք, վայելում ենք։ Եվ փոքրիկ այսպիսի հայտարարություն, այսուհետ ովքեր ձեռք կբերեն նմանատիպ գեղեցիկ Deluxe կարգի համակարգիչներ Ego.com համակարգչային խանութ սրահից, կունենան հնարավորություն ինձ հետ միասին, ինչպես այս վիդեոյում դուք տեսաք, հավաքել իրենց համակարգիչը։ Այնպես որ դնում ենք լայք, արտահայտում ենք կարծիքները կոմենտերում։ Ես Արսենն եմ, ձեզ հետ է Ego.com համակարգչային խանութ սրահը։ Մի զրկեք ձեզ լավագույնից։ Մնացեք խաղաղությամբ։